Արտգործնախարար Արարատ Միրզոյանը հունվարի 26-ից 28-ին աշխատանքային այցով Ստրասբուրգում կլինի ծրագրված են Եվրախորհրդին Հայաստանի անդամակցության 25-ամյակին նվիրված միջոցառումներ։ Միրզոյանը ելույթ կունենա Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանին, նաև մի շարք երկկողմ հանդիպումներ կունենա։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Վենսը հարավային Կովկասայցի ընթացքում Թբիլիսիում չի լինի, քանի որ իրենց տեղեկություններով այցը նվիրված է Զանգեզուրի տրանսպորտային միջանցքին։ Այդ պատճառով ըստ նրա տրամաբանական է, որ դրա հասցեատերերը պետք է լինեն Ադրբեջանն ու Հայաստանը։ Վրաց պաշտոնյան միաժամանակ ասել է, որ Թբիլիսին պատրաստ է Վաշինգտոնի հետ ռազմավարական գործընկերության, սակայն ընտրությունն ամերիկյան կողմինն է։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Վենսի փետրվարին Հայաստան եւ Ադրբեջան այցի մասին հայտնել է Դոնալդ Թրամփը, նպատակը TRIP նախագծի առաջմղումն է։ Երրորդ երկրների քաղաքացիների համար Հայաստան-Թուրքիա սահմանի բացման առաջին ազդեցությունը կլինի տուրիստական հոսքերի ավելացումը։ Մարգարե անցակետում շրջայցի ժամանակ այս մասին ասել է էկոնոմիկայի փոխնախարար Անուշիկ Ավետյանը։ Նա հավելել է, սա կազդի հատկապես ծառայությունների ոլորտի վրա։ Միաժամանակ ըստ պաշտոնյայի Թուրքիայի հետ սահմանների բացումը մեծապես կօգնի տնտեսվարողներին, նախ կկրճատվեն տրանսպորտային ծախսերը, կկարճանան մատակարարման շղթաները, կընդլայնվի շուկաների հասանելիությունը։ Ավետյանի խոսքով ճանապարհների ապաշրջափակման եւ Եվրամիություն Թուրքիա մաքսային միության հարևանության պայմաններում կարող են ընդլայնվել նաև Հայաստանի արտահանման հնարավորությունները դեպի Եվրամիություն, հատկապես արդյունաբերական ապրանքների մասով։ Մեկնարկել է Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանի եւ թեմի դիվանապետ Գարեգին Քահանա Արսենյանի դատավարությունը։ Դատարանում որպես տուժող ներկա են Ստեփան Ասատրյանն ու Արամայիս Թախմազյանը, կարգալույց հռչակված նախկին հոգևորականներ Տեր Արամն ու Տեր Թադեն։ Ըստ մեղադրանքի կալանքի տակ պահվող Մկրտիչ եպիսկոպոսը հոգևորականներին հարկադրել է մասնակցել Փաշինյանի դեմ հավաքներին, նաև 2021-ի ընտրություններին հրահանգել չքվեարկել Փաշինյանի թիմի օգտին։ Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանը մեղադրանքը անհիմն է համարում։ Մեղադրող դատախազը հայտարարել է, թե ազատության մեջ մնալու դեպքում Մկրտիչ Սրբազանի կողմից քրեական վարույթին խոչընդոտելու, այդ թվում ապացուցման գործընթացին ապօրինի միջամտելու հավանականությունը բարձր է։ Նա միջնորդել է եւս 3 ամիս ժամկետով երկարաձգել Մկրտիչ եպիսկոպոսի կալանքի ժամկետը։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը դատի է տվել բլոգեր Սամվել Աշոտյանին։ Սիմոնյանը նշել է, թե Աշոտյանը Facebook-ում զրպարտել է իրեն, տարածելով կազինոները բարձր հովանու ներքո վերնագրով տեսանյութ։ Շուրջ 1 րոպեանոց տեսանյութում Սամվել Աշոտյանը հայտարարում է, թե ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը Ալեն Սիմոնյանին մեղադրում է կազինոները հովանավորելու մեջ։ Հերքումից զատ Ալեն Սիմոնյանը Սամվել Աշոտյանից պահանջում է նաև 1 միլիոն դրամ զրպարտության փոխհատուցում, ինչպես նաև 410,000 դրամ փաստաբանի ծառայության եւ պետական տուրքի վճարի համար։ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վերաբերյալ ԱՄՆ-ի փաստաթուղթն ամբողջությամբ պատրաստ է, Կիևը սպասում է դրա ստորագրման ժամանակին ու վայրին, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Մեզ համար անվտանգության երաշխիքներն առաջին հերթին Միացյալ Նահանգների կողմից անվտանգության երաշխիքներն են, հավելել է նա։ Ստորագրումից հետո փաստաթուղթը կուղարկվի ԱՄՆ Կոնգրես եւ Ուկրաինայի խորհրդարան վավերացման։ Աբու Դաբիում Ռուսաստան, ԱՄՆ ու Ուկրաինա եռակողմ բանակցությունները կշարունակվեն հաջորդ շաբաթ, հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Նա հստակ ամսաթիվ չի նշել, սակայն Reuters-ը հղում անելով անանուն ամերիկացի պաշտոնյաների հայտնել է բանակցությունների հստակ ամսաթիվ՝ փետրվարի 1։ Պատերազմից հետո Ուկրաինայի, Ռուսաստանի եւ ԱՄՆ պատվիրակությունների միջև առաջին եռակողմ բանակցությունները տեղի են ունեցել հունվարի 23-ից 24-ին Աբու Դաբիում։ Քննարկման հիմնական թեման պատերազմի ավարտի հնարավոր պայմաններն են եղել։ Երեք կողմերն էլ բանակցությունները արդյունավետ են գնահատել։